Բարև ձեզ։ Կիրակի է եւ շողակաթի եթերում հարց ու պատասխանն է։ Շարունակեք գրել ձեր հարցերը, իսկ ես հակիրճ ներկայացնեմ այսօրվանը, որոնց քիչ անց կպատասխանի Տեր Փառեն Քահանա Առաքելյանը։ Ինչ ենք հասկանում ավազանի անուն ասելով, որն է այլակրոնի եւ այլադավանի տարբերությունը, ով էր Կայենի կինը, ինչպես է մեզ հասել Ծննդոց գիրքը, ինչու է մկրտվողը 3 անգամ ընկղմվում ջրի մեջ։ Տեր Հայրն արդեն միացել է մեզ, օրհնեցեք։ Աստված օրհնի։ Զարուհի Սարգսյանի հարցով սկսենք մեր այսօրվա հաղորդումը։ Երբ ասում ենք ավազանի անուն, ինչու ենք նկատի ունենում ծնողների կողմից դրված անունը։ Չէ՞ որ ավազան ասելով անմիջապես պատկերացնում ենք եկեղեցու մկրտության ավազանը, եւ ավազանի անունն էլ պետք է մկրտության ժամանակ ստացածը համարվի։ Խնդրեմ։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Այդ անհամապատասխանությունը գալիս է այնտեղից, որ հնում եկեղեցում էր անունը տրվում, հենց ավազանի մոտ, որովհետև մեր եկեղեցու ծիսակարգի մկրտության խորհրդի համաձայն երեխան մարդը պիտի մկրտվի 8 օրականում։ Երբ որ երեխան ծնվել է, դարձել է 8 օրական, հոգևորականը մկրտել է բնականաբար ավազանի մեջ եւ անուն է տվել նրա։ Եվ դրա համար էլ այդ անունը կոչվում է ավազանի անուն։ Հետագայում, երբ որ ինչ-ինչ պատճառներով այս ավանդությունը այսպես զեղչվեց, ավանդությունը չպահպանվեց, այնպես ստացվեց, որ մարդիկ տարբեր տարիքում սկսեցին մկրտվել։ Հիմա էլ գիտեք, շատերը ծառայության մեկնելուց առաջ, ամուսնանալուց առաջ, կամ ուղղակի գալով քրիստոնեական գիտակցության նոր այդ ժամանակ են մկրտվում։ Եվ դրա համար հիմա թյուր ըմբռնում է առաջանում եւ հարցը վստահ եմ ծագել է հենց դրանից։ Այսինքն նախկինում, երբ որ ասել են ավազանի անուն, հենց նրա համար, որովհետեւ մարդու անունը դրել են հենց մկրտության պահին։ Եթե ուշադիր եղել եք, տեսել եք, որ եկեղեցիներում ավազանը փոքր է։ Եվ ինչի համար է ավազանը փոքր, որովհետեւ երեխային 8 օրական, այսպես եթե ասենք 8 օրական երեխայի չափերով է ավազանը եղել։ Այսինքն անունը դրել են հենց մկրտության պահին, դրա համար էլ այն անունը, որ հիմա մարդիկ ծննդյան պահին դնում են ծնողները, կոչվում է այսպես ավանդույթն է պահպանվել ավազանի անունով։ Հիմա կա մի գեղեցիկ ավանդություն, որ օրինակ մկրտության ժամանակ շատերը խնդրում են, որ իրենց երեխայի անունը ուրիշ անունով երեխայի անունը դնեն որևէ սուրբի անուն եւս, խնդրելով, որպեսզի սուրբը այդ անունը կրող սուրբը բարեխոսի իրենց երեխայի համար։ Սա գեղեցիկ ավանդություն է, պարտադիր չէ, բայց գեղեցիկ ավանդություն է, երբ որ մարդիկ խնդրում են, մենք ընդառաջ ենք գնում իրենց խնդրանքին։ Նույն ամբողջ խնդիրը այստեղ է։ Ռիտային հետաքրքրում է, որն է այլակրոնի եւ այլադավանի տարբերությունը։ Առաջին հայացքից կրոն եւ դավանանք եզրերը հոմանիշներ են։ Երբ որ ուզում ենք մենք պատասխանել, թե որն է այլակրոնի եւ այլադավանի տարբերությունը, մենք պիտի նախ հասկանանք ինչ է նշանակում կրոն եւ ինչ է նշանակում դավանանք։ Կրոնը ավելի լայն հասկացություն է, կան համաշխարհային կրոններ, չէ՞, քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ, քրիստոնեականություն եւ այլն եւ այլն, չէ՞, կրոններ կան, մովսիսականություն, իսկ դավանանքը կարող է քրիստոնեության մեջ տարբեր դավանանքներ լինեն։ Դավանանքը դոգմաների, անբեկանելի ճշմարտությունների մի այսպիսի ամբողջությունն է։ Օրինակ հայ առաքելական եկեղեցու դավանանքը եւ առաքելական ուղղափառ եկեղեցիների դավանանքը ձևավորվել է տիեզերական ժողովների ժամանակ։ 3 տիեզերական ժողովների ժամանակ եւ այդ դավանանքի այդ բանաձևը կոչվում է հավատով հանգանակ կամ հավատամք, որ մենք արտասանում ենք ժողովրդի հետ հոգեվոր երգով երաժշտությամբ երգում ենք պատարագի ժամանակ։ Հետևաբար այլակրոնը այն մարդն է կամ կրոնափոխ լինում է այն մարդը, ով օրինակ քրիստոնեությունից
տեղափոխվում է դեպի մահմեդականություն կամ հակառակը։ Իսկ այլադավանը այն մարդն է, ով կարող է օրինակ առաքելական եկեղեցուց տեղափոխվել դեպի բողոքական ուղղության ինչ-որ ճյուղ կամ ավելի բարեբախտ դեպքի մասին ասենք, երբ որ բողոքականությունից կամ այլ դավանանքից այսպես դարձի է գալիս դեպի ուղղափառ եկեղեցի, մեր դեպքում հայ առաքելական եկեղեցի։ Տարբերությունը սա է։ Ծննդոց գրքում կարդում ենք, որ Ադամը եւ Եվան ունեցան զավակներ Աբելին ու Կայենին, այնուհետև Կայենը սպանեց Աբելին եւ հետո պառկեց իր կնոջ հետ, սա հղիացավ ու ծնեց Ենոքին։ Ով էր Կայենի կինը, արդյոք Ադամի եւ Եվայի աղջիկն էր, եւ եթե այո, ստացվում է այդ ժամանակ թույլատրելի էր քուր եւ եղբոր ամուսնությունը։ Շնորհակալություն այս խորը աստվածաբանական հարցի համար։ Ես կխնդրեմ ուղղակի Աստվածաշունչ ընթերցողներին, երբ որ ընթերցում են որևէ հատված, շարունակություններ կարդան, որովհետև Ադամն ու Եվան ոչ միայն ունեցան Կայեն, Աբել, Ենոք, այլ շարունակության մեջ գրված է, որ Ադամն ու Եվան ունեցան ուստրեր եւ դուստրեր, այսինքն շատ քանակի սերունդ բերեցին այս աշխարհ եւ վախճանվեցին այսինչ տարիքում։ Դրա կողքին պիտի դնենք Աստվածաշնչյան մյուս падգամը, Աստծո մյուս падգամը, որ երբ որ մարդ ստեղծեց Աստված, պատվիրեց ասելով. «Աճեցեք, բազմացեք, երկիր լեցրեք եւ տիրեցեք դրան»։ Այսինքն առաջինը մարդկության պատմության մեջ, այս դրվագի մեջ այդ աճել, բազմանալն էր, երկիրը լցնելը եւ երկրին այսպես խնամք տանելն էր։ Այս հատվածի կողքին ես ուզում եմ անդրադառնալ նաեւ օրինակ Ղովտի եւ Ղովտի աղջիկների պատմությանը, երբ որ Սոդոմ եւ Գոմոր քաղաքները կործանվեցին եւ երբ որ նրանք ապաստան էին գտել լեռների վրա, Աստվածաշունչը գրում է, որ Ղովտի աղջիկները պառկեցին Ղովտի հետ, որպեսզի սերունդը շարունակվի, որովհետեւ իրենք մտածում էին, որ ամեն ինչ վերջացել է եւ իրենք մտածում են, որ միգուցե այլ մարդ չկա իրենցից բացի, դրա համար էլ իրենք իրենց հոր հետ կենակցեցին, որպեսզի շարունակվի սերունդը։ Եվ այս տրամաբանության մեջ պիտի նայենք այս հարցին, Ծննդոց գրքի այս հատվածին եւ ինչ որտեղ մենք մեզ կհամոզենք։ Նաեւ մենք հարցերին շատ հաճախ նայում ենք այսօրվա տեսանկյունից։ Տեսեք, առաջին ընտանիքը Ադամի եւ Եվայի ընտանիքն էր, բայց հետո նաեւ այլ ընտանիքներ եղան։ Այսինքն ընտանիք ինստիտուտը դարերի ընթացքում ձևավորվեց եւ հետո արդեն քրիստոնեական եկեղեցիներում, ինչպես մեր հարգարժան հարց տվողի տրամաբանության մեջ է, ձևավորվեց արդեն այս հերու պորտերի ավանդությունը։ Ընդամենը այս տրամաբանության երբ որ դիտենք, Աստծո օրհնությունը կատարելու պատվիրանն էր դրված, դրա համար մարդիկ կատարում էին Աստծո պատվիրան։ Հաջորդ հարցն ի դեպ կրկին Ծննդոց գրքին է վերաբերում, ինչպես է այն գրվել եւ հասել մեզ։ Ոչ միայն Ծննդոց գիրքը, այլ ամբողջ Հնգամատյանը, այսինքն Աստվածաշնչի առաջին 5 գրքերը կոչվում է Հնգամատյան։ Ծննդոց գիրքը, Ելից գիրքը, Ղևտական, Թվոց եւ Երկրորդումն օրինած գրքերը գրվել են Մովսես մարգարեի ձեռքով։ Գիտենք, որ Մովսեսը աստվածային նվիրում ուներ, աստվածային այսպես կոչում ուներ, բայց նաեւ Մովսեսը ծնվել էր եւ տեղափոխվել էր, պատմությունը գիտենք, որ կողովի մեջ դնում են եւ Եգիպտոսի թագուհու դուստրը իրեն պահում մեծացնում է, ուրեմն ինքը մեծացել էր Եգիպտոսում եւ ուներ եգիպտական այդ հին գրագիտությունը եւ այս ամբողջ գրքերի հեղինակը, Հնգամատյանի հեղինակը Մովսես մարգարեն է։ Եվ Ծննդոց գիրքներ բացառություն չէ եւ այսպես սերունդ փոխանցվել է, երբ որ մենք 5 կտակարանը կարդում ենք, այնտեղ
բազում տեղեր կան, որտեղ պատվիրվում է, որ այս պատվիրանները կկարդաք եւ կփոխանցեք ձեր սերունդներին։ Օրենքները, պատմությունը հրեա ժողովրդի, ուրեմն գրել է Մովսես մարգարեն եւ իր նահապետների, հետո դատավորների, հետո եկեղեցու այս տաճարի ավանդույթի պահպանողների միջոցով փոխանցվել եւ հասել է մեզ։ 20-րդ դարում հետաքրքիր մի դեպք է տեղի ունեցել, որ անապատում Կումրան կոչվող վայրում գտնվեցին ավազների միջից գալարներ, այսպես պապիրուսներ, եւ ամենահետաքրքիր բաներից մեկն այն էր, որ այս պապիրուսները երբ որ համեմատվեցին Սուրբ գրքի արդեն հայտնի տեքստերի հետ, գրեթե տարբերություն չկար, այսինքն այս գրքերը նաև որոնց մեջ նաև Ծննդոց գիրքը գրել է կոնկրետ հեղինակ եւ փոխանցվել է սերնդեսերունդ։ Գիտեք, շատ հաճախ մարդիկ զարմանում են, թե ինչպես է Աստվածաշնչի գրքերը փոխանցվել մեզ, եւ երբեմն նաև Աստվածաշնչյան գրքերի վավերականությունն են կասկածի տակ դնում։ Մենք միշտ հարց ենք տալիս, հարկադարձ հարց ենք տալիս մարդկանց, ասելով, որ ինչու չեք զարմանում, օրինակ Հոմերոսի իլիական եւ օդիսական գրքերի ստեղծագործությունների գրվելու մասով, ինչու չեք հարցնում, ինչպես հասավ մեզ։ Ամբողջ Արևելքի Հունաստանի պատմությունը հիմնված է հիմնականում այդ երկու գլուխգործոցների վրա, չէ, իլիականի եւ օդիսականի վրա։ Եվ այդտեղ մենք կասկած չենք տեսնում, բայց երբ որ գալիս է հարցը վերաբերում է Աստվածաշնչին, այստեղ կարծեք թե մենք կասկած ենք տեսնում, բայց ես կարծում եմ, որ մեր օգտատերը բնավ էլ այս կասկածից չէ, որ հարցը տվել է, ուղղակի հետաքրքրությունից, ասենք նրան, որ Ծննդոց գիրքը գրել է Մովսես մարգարեն եւ նահապետների միջոցով սերնդեսերունդ փոխանցվել եւ հասել է մեզ։ Ինչ խորհուրդ ունի մկրտվողին հենց 3 անգամ ջրի մեջ ընկղմելը։ Բելլայի հարցն է, որով էլ ավարտենք հաղորդումը։ Մկրտությունը ընդհանրապես նոր ծնունդ է համարվում։ Իր ունեցած բազում խորհուրդների հետ մեկտեղ նաև մկրտությունը հնի մահվան եւ նորի ծնունդի խորհուրդն է։ Պողոս առաքյալի Հռոմեացիների գրքի մեջ, նամակի մեջ կարդում ենք. իսկ եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Ուրեմն այս 3 անգամ ջրի մեջ, ավազանի ջրի մեջ ընկղմելը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերեզմանում 3 օր մնալը։ Քանի որ Հիսուս Քրիստոս 3-րդ օրը հարություն առավ, այսպես լուսավոր մարմնով, այնպես էլ երբ որ մենք 3 անգամ ընկղմում ենք մկրտվողին, երեխային, հավատում ենք, որ իր հին մարդը մեղքերը թաղվեցին ավազանի մեջ եւ նոր մարդ է ծնվում։ Այս է պատճառը նաև, որ Սուրբ Գրիգոր Տաթևացին, երբ որ խոսում է սրբության մասին, նոր մկրտված մարդկանց ինքը սուրբ է համարում, որովհետև մկրտության պահին, ինչպես ասացինք, այդ 3 անգամ ընկղմելով, հին մարդը մեռնում է եւ նոր մարդ է ծնվում։ Եվ դրա համար է, որ նոր մարդ ծնվելուց հետո կնիքում են դրոշ մի խորհուրդն է կատարվում մկրտությունից անմիջապես հետո, եւ որից հետո նաեւ մարդը սուրբ հաղորդություն է ստանում, որովհետեւ այդ պահին ինքը մաքրամաքուր վիճակի մեջ է։ Ուրեմն այս 3 անգամ ջրի մեջ ընկղմելը բխում է Հիսուս Քրիստոսի 3 օր գերեզմանի մեջ մնալու այդ իրողությունից եւ 3-րդ օրը հարություն առնելու այս ճշմարտությունից։ Հին մարդը մեռնում է, ծնվում է նոր մարդը եւ սա կոնկրետ ցուցում է Մաշտոցի մեջ, որ 3 անգամ ընկղմենք։ Եթե երեխա է մկրտվողը, 3 անգամ ընկղմում ենք ջրի մեջ, եթե մկրտվողը չափահաս է, 3 անգամ լվացում է արվում։ Եվ ամեն անգամ այդ 3 անգամ ընկղմվելը զուգորդվում է հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո բառերով։ Ասելով հանուն Հոր 1 անգամ ենք ընկղմում,
եւ որդվո երկրորդ անգամ եւ սրբո հոգվույն երրորդ անգամ, որովհետեւ այստեղ էլ մենք կատարում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամը, որ ասաց. գնացեք ամբողջ աշխարհին, քարոզեցեք եւ նրանց մկրտեք անուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Շնորհակալ եմ Տեր այր ժամանակ հատկացնելու եւ կրկին մեր օգտատերերի հարցերին պատասխանելու համար։ Ես եմ շնորհակալ, Աստված օրհնի ձեզ եւ բոլորին, ովքեր որ հետաքրքրված են հոգեվորով։ Տեր Փարեն Քահանա Առաքելյանն էր տեսակապով միացել մեզ։ Ես սպասում եմ ձեր նոր հարցերին։ Հաջողություն։